Եթերում CBC FM-ի հայկական ծառայության նորությունների թողարկումն է։ Խոսափողի մոտն են Աթիրա Իսրաֆիլը եւ Սաբինա Բայրամը։ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից սկզբից ի վեր։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի համար ասուլիսում։ Պետք է ասեմ նաև, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները, որոնք գոյություն ունեին օկուպացիայից ի վեր, եւ առաջին նման տարանցիկ բեռը հանդիսանում է ղազախական հացահատիկի առաքումը Հայաստան։ Կարծում եմ, սա նաև լավ ցուցանիշ է այն բանի, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ միայն թղթի վրա է, այլ նաև գործնականում, հայտարարել է պետության ղեկավարը։ Նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ Ադրբեջանը վերացնում է իր տարածքով դեպի Հայաստան անցնող ապրանքների տարանցիկ սահմանափակումները։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է, եւ ես կցանկանայի խորին շնորհակալություն հայտնել Ադրբեջանի նախագահին այս որոշման համար եւ ողջունել այս հայտարարությունը։ Այս մասին Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի 5-րդ ֆորումում ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահը շատ կարևոր եւ դրական քայլ է կատարել։ Այս որոշումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանում վստահության վերականգնման եւ տնտեսական կապերի զարգացման համար։ Այս խաղաղությունը չափազանց կարևոր է մեր տարածաշրջանի համար, ընդգծել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը հավելել է, որ Վրաստանի կողմից ստեղծված երկխոսության եւ համագործակցության մթնոլորտը նպաստում է Հարավային Կովկասում կայունության եւ փոխադարձ վստահության ամրապնդմանը։ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Մետաքսի ճանապարհի ֆորումը Հայաստանին մոտեցրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս խոշոր նախագիծը կարևոր է ոչ միայն տնտեսական տեսանկյունից, այլև որպես խաղաղության եւ կայունության ուղղությամբ քայլ։ Դրա արդյունքներից մեկը կլինի Ադրբեջանը Նախճիվանի հետ կապող խաղաղության ճանապարհի բացումը, ասել է Փաշինյանը։ Հայաստանի վարչապետը նաև հայտարարել է երկկողմ տարանցիկ փոխադրում ապահովելու Երևանի պատրաստակամության մասին։ Այսօրվանից սկսած մենք պատրաստ ենք Հայաստանի տարածքով ապահովել բեռների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա, ասել է վարչապետը։ Ադրբեջանի եւ Վրաստանի միջև բարեկամությունը հանդիսանում է տարածաշրջանում կայունության եւ զարգացման կարևոր գործոններից մեկը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ 5-րդ ֆորումի բացմանը։ Նրա խոսքով ընդամենը մի քանի տարվա ընթացքում այս ֆորումը լիովին հաստատվել է որպես եղանակավոր եւ արդյունավետ միջազգային հարթակ, տարածաշրջանային եւ համաշխարհային օրագարկի կարևոր հարցերը քննարկելու համար։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը եւ Վրաստանը գտնվելով արևելքն ու արևմուտքը գաբող ռազմավարական Մետաքսի ճանապարհ տրանսպորտային երթուղու վրա տարեր շարունակ կամոջի դեր են խաղացել Եվրոպայի եւ Ասիայի միջև, զգալի ներդրում ունենալով արևտրատնտեսական կապերի զարգացման եւ մշակութային ու մարդասիրական փոխանակումների ամրապնդման գործում։ Վարչապետը ընդգծել է, որ այսօր Ադրբեջանն ու Վրաստանը նոր բովանդակությամբ են շարունակում այս պատմական առաքելությունը, առաջատար դեր խաղալով տարածաշրջանային համագործակցության ամրապնդման գործում, հանդես գալով որպես եվրասիական տարածքում նոր տրանսպորտային եւ լոգիստիկ երթուղիների ձևավորման հիմնական մասնագետներ։ Երկկողմ համագործակցության պլանի համաձայն Ադրբեջանում անցկացվում են անխախտ գործընկերություն 2025 հատուկ նշանակության զորքերի համատեղ զորավարժությունները, որին մասնակցում են ադրբեջանական բանակի հատուկ նշանակության զորքերի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահական գվարդիայի հատուկ գործողությունների հրամանատարության ստորաբաժանումները։ Զորավարժությունների բացման արարողությանը ելույթ է ունեցել Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ալեքբեր Ջահանգիրովը։ Նա նշել է, որ զորավարժությունների հիմնական նպատակն է երկու երկրների հատուկ նշանակության զորքերի միջև համագործակցության ընդլայնումը, գործնական հմտությունների կատարելագործումը, փորձի փոխանակումը եւ մասնագիտական զարգացման աջակցությունը։ Բացման արարողությունից հետո մասնակիցները ծանոթացել են զորավարժությունների համար ստեղծված պայմաններին։ Այսօր լրանում է Ադրբեջան-իրանական պետական սահմանի 132 կիլոմետրանոց հատվածի ազատագրման 5-րդ տարելիցը։
որը տարիներ շարունակ գտնվել էր Հայաստանի զինված ուժերի օկուպացիան տակ։ Զանգիլանի շրջանի Աղբենդ ավան օկուպացիայից ազատագրվել է 2020 թվականի հոկտեմբերի 22-ին։ Այդ օրը Ադրբեջանը իրանական պետական սահմանը, որը շուրջ 30 տարի գտնվում էր օկուպացիայի տակ, ամբողջությամբ անցավ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ։ Աղբենդ ավանից բացի նույն օրը ազատագրվել են Զանգիլանի, Ֆիզուլիի, ինչպես նաև Ջաբրայելի շրջանի գյուղերը։ Պետության ղեկավարի հանցակատարանի համաձայն պետական սահմանաբարձրայությունը կարճ ժամանակում ստեղծել է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները ազատագրված տարածքում Ադրբեջանա-իրանական սահմանը պաշտպանելու համար։ Այստեղ վերականգնվել է սահմանաբախ ուղեգալը։ Մեկնարկել է Extreme Travels International Congress ակումբի միջազգային զբոսաշրջիկների Ղարաբաղ հերթական ուղևորությունը։ Խմբում ընդգրկված է 8 երկրներից պատվիրակություն՝ Միացյալ Նահանգներից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բելգիայից, Ավստրիայից, Շվեդիայից, Իռլանդիայից եւ Պորտուգալիայից։ Պատվիրակությունը նախատեսում է երկօրյա ուղևորություն Աղդամ-Խանքենդեի, Լաչին, Շուշա, Ֆիզուլի երթուղով։ Ուղևորության նպատակն է ազատագրված տարածքների հանրամատչելի դարձնելը եւ լայնածավալ շինարարական ու վերականգնման աշխատանքների ընթացքին ծանոթանալը։ Նշենք, որ 2021-ից մինչև 2025 թվականները ազատագրված տարածքներ կազմակերպվել է օտար երկրյա զբոսաշրջիկների 14 ուղևորություն։ Ներկայիս խումբը կլինի 15-րդը, որը ցանկություն է հայտնել անձամբ ծանոթանալ վերականգնման աշխատանքների ընթացքին։ Իսկ այժմ եղանակի մասին։ Բաքվում եւ Աբշերոնի թերագուզում սպասվում է փոփոխական անբավարարություն, հիմնականում առանց ստեղումների եղանակ, ժամանակ առ ժամանակ հյուսիսարևմտյան քամին առավոտյան կփոխարինվի հարավարևելյան քամով։ Օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 13-15, ցերեկը 17-20 աստիճան տաքություն։ Ադրբեջանի շրջաններում որոշ վայրերում բարբերաբար սպասվում է անձրև։ Բարձր լեռնային շրջաններում կարճատև անձրև եւ ձյուն, որոշ վայրերում մարախուղ կլինի։ Քամին արևելյան, օդի ջերմաստիճանը գիշերը կլինի 10-14, ցերեկը 18-22, լեռներում գիշերը 4-8, ցերեկը 10-15 աստիճան տաքություն։ Շուշայում, Խոջալիում, Խոջավենդում, Խանքենդիում սպասվում է 9-18, Աղդամում, Ֆիզուլիում 11-20, Ջաբրայելում, Զանգիլանում, Գուբատլիում 10-19, Լաչինում եւ Քելբեջարում 6-17 աստիճան տաքություն։ 102.7 FM Եթերում CBC FM ռադիոկայանի հայկական ծառայությունն է։ Շարունակում ենք մեր հաղորդումները։ Այժմ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գյուլնար Ղարաբաղլու հայաստանյան իրողություններին նվիրված հաղորդաշարը։ Հայաստանում կրքերը չեն հանդարտվում, ընդհակառակը գնալով էլ ավելի են թեժանում։ Օրերս ձերբակալվեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով հայտնի էր ցնդաբանական հայտարարություններով։ Ղուկասյանը բազմից թշնամական եւ անհեթեթ հայտարարություններ է արել Ադրբեջանի եւ Թուրքիայի հասցեին, ինչը լրջորեն վնասում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Վերջերս լրագրողների հետ հարցազրույցում նա նշել է, որ Հայաստանը պետք է միութենական պետության մեջ մտնի Ռուսաստանի հետ։ Եթե դուք չեք ուզում, որ երկիրը միություն կազմի, Ռուսաստանը մեզ պաշտպանի, ուրիշ եվրոպական մի հատ երկիր կա, որ ասի մենք գալիս ենք, ձեզ պաշտպանում ենք, բարձրաձայնեն ու ասեն։ Օրինակ Ֆրանսիան, Ամերիկան, ասեն թե մենք ձեզ պաշտպանում ենք, պաշտոնապես ասում ենք, մենք այստեղ բազա գտնենք, մենք այստեղ զոր գիտենք։ Հələ մի հատ երկրի անուն տվեք, որ կան պաշտպանի։ Իսկ Ռուսն ասում է արեք մտեք այդ միության մեջ ատոմային երկիր կսարքենք ձեզ։ Սրանք գիտեն, սրանք գլխները մտցրել են ավազի մեջ, հետևները տնկել են։ Այսինքն իմ կենգուրուն պես է, չէ՞։ Կենգուրուի բնավորություն են ձերները գիտենք, թե մենք չենք տեսնի ժողովուրդը հեչ բան չգիտի։ Լավ գիտենք, ճանաչում ենք, անձամբ ճանաչում ենք ձեզ, ձեր թիմը, ձեր դրսից կառավարվել է ամեն ինչի, ձեր շաբիկը պատրված է։ Հիշեք, ժողովուրդ ջան, պատրաստվեք, ելեք պաշտպանեք ձեր հող հայրենին։ Դիմացի 26-ին, եթե սրանք ընդրվեցին, ինձ պես տղեկը այս քաղաքում էլ անելու բան չունեն այս երկրում, հաջողություն ստեսություն։ Մեզ պես տղեկը դուրս են գալիս։
Ձերբակալության նախորդին Վարդան Ղուկասյանը բոլոր այլախոհներին անվանեց թուրք շամբորդիներ, Գևերեն հռչակեց Գյումրու փեղամբար։ Վերջը սրանք աչքերը բացել չեն տեսել, ինձ տեսել են որպես այս քաղաքի փեղամբար։ Փեղամբարներից մեկը։ Խոմ դրան չափը չեն կարող անցնել։ Վերջը պիտի չափի մեջ մնան դրանք։ Չհասկացա, հետո առիթ պիտի լինի։ Այս ամբողջ քաղաքը կառուցող մարդուներ են, դա ով է որ էլի բան ասի։ Այս ամբողջ պատրաստվում է։ Այրունովս է սարքված այս քաղաքը, այրունովս։ Դուք հասկանում եք։ Հələ դեմերը այս շենքը որ տեսնում եք, այդ քաղաքապետարան, այդ ամենափրկիչ եկեղեցի, Սուրբ Նշան եկեղեցի, մանկավարժական ինստիտուտ, 17000 բնակարան, ամբողջ թանգարաններն ու սպորտ դպրոցը, այս չհասկացանք, այս մարդուն կարող են այդ մի քանի թափտվուկ ելնի բան խասել։ Ինչ ուզում եմ։ Կոնկրետ ինչ ուզում եմ, մենք պատրաստ ենք։ Ամեն ինչի պատրաստ ենք, ամեն ինչի պատրաստ ենք։ Վախեցող չկա, ընկճվող չկա։ Միայն առաջ Հայաստան, լավ է լինելու, հայերը դիրելու են իրանց հողերին, թուրքերի մտածած ցանկությունը չի լինելու, Հայաստանը շենանալու է, Թուրքիան բաժանվելու 4 մասի, Ադրբեջանը վերանալու է երկրի երեսի։ Ուրեմն վարշապետ դառնալու հավակնությունները ես ընդհանրապես պետական պաշտոններ չեմ ուզում դառնալ։ Ես ավելի անկախ եմ սիրում ամեն ինչ։ Եթե Հայաստանը տեսնում եմ, որ թուրքացման են տանում, ես ոչ թե վարչապետ կդառնամ, ես վիկինգ է կդառնամ, հասկանալի է։ Միայն դա է ինձ, որ տեղից շարժում է։ Թե չէ ինձ պաշտոն ես չեմ ուզում, ես այնքան աշխատել եմ հերիք է։ Ես արդեն 65 տարեկան եմ, ինձ ինչ պետք է որ ես կան, բայց երբ որ տեսնում եմ, տանում են երկիրը թուրքացման, տանում են երկիրը վիլայետ սարքելու, ամեն ինչ կդառնամ հանուն Հայաստանի Հանրապետության։ Հասկանալի է։ Կարճ ժամանակ անց հայտնի դարձավ, որ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի աշխատակիցների գործողությունների իրականացման արդյունքում գյումրեցի վիկինգը կաշառք ստանալու համար կալանավորվեց։ Նրա լիազորությունները կասեցվեցին։ Իրավապահները հայտարարում են, թե Վարդան Ղուկասյանը եւ եւս 7 հոգի, այդ թվում Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրի Գասպարյանը, ձերբակալվել են 4 միլիոն դրամ կաշառք ստանալու համար։ Հակակոռուպցիոնը ձայնագրություններ է հրապարակել, որոնցում լսվում է քաղաքապետի ու նրա ենթակայի խոսակցությունն այս թեմայի շուրջ։ Նշենք, որ Վարդան Ղուկասյանի կալանքի օրը մեծ թվով ոստիկաններ էին տեղափոխվել Գյումրի։ Անընդմեջ լարվում էր իրավիճակը, հրմշտոց ու բախումներ եղան ոստիկանների եւ գյումրեցիների միջև, ովքեր ձգտում էին թույլ չտալ ձերբակալել Ղուկասյանին։ Քաղաքացիները հարձակվեցին ոստիկանների վրա եւ սկսեցին վիրավորական խոսքեր հնչեցնել նրանց հասցեին։ Հայաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ 23 հոգի բերման է ենթարկվել։ 102.7 FM